Բարև ձեզ, եթերում Drive News-ն է։ Այսօր մենք գտնվում ենք օդանավակայանում եւ այստեղ ստացել են նոր սու տեսակի ինքնաթիռ եւ ինձ որպես հմուտ պիլոտ կանչել են փորձարկել կապիտանը ինձ ասում։ Я летчик. Красивая форма, лампас голубой, и даже завидует кто-то порой. Я летчик. И звук от турбин на земле лучший звук, а мой самолет это мой верный друг. Я летчик. Мне хочется в небе бездонном летать, за это готов я полжизни отдать. Я летчик. Ни черту, а небу я душу продал. Мне кажется, я от рождения летал. Я летчик. Subaru Impreza WRX STI Ճապոնական ավտոարտադրության հպարտություններից մեկը, այն կոչեցին անհաշտ ու անողոք։ Սակայն իրականում չկան այնպիսի բառեր, որոնք լավագույնս կնկարագրեն այս հրաշքին։ Բարձր արդյունավետություն, լիակարշակ համակարգ, տուրբինացված հզոր շարժիչ, տեխնոլոգիական հագեցվածություն։ Նրան ուղղակի հասկանալ է պետք։ Բոլոր իմպրեզաների նման այս մեկը ժառանգել է մրցարշավային ավտոմեքենայի բոլոր գեները։ Ճապոնական muscle car, նախատեսված ընտանիքի եւ ինչու՞ չէ նաեւ բիզնեսի համար։ WRX STI-ը մարտահրավեր է նետում իր ագրեսիվ արտաքինով, որի համար դիզայներները ջանք չեն խնայել։ Իսկ աերոդինամիկական ցուցանիշների մասին, որոնք Subaru ընտանիքի այս անդամը ստացել է թափքի յուրահատուկ դիզայնի շնորհիվ, կարող են երազել շատ ավտոմեքենաներ։ Սպորտային տրամադրություն ստեղծելու համար սրահին առանձնակի ուշադրություն է հատկացվել, որը հարդարված է բարձրորակ նյութերով։ Ահա եւ մեր այսօրվա սուն Subaru Impreza WRX STI Ճապոնական ինժեներների կարելի է ասել ամենալավ որոշումներից մեկը։ Դա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց շատերը ինձ հետ կհամաձայնեն։ Մեքենան արտադրված է միմիայն սպորտի համար, այսինքն ճիշտ է որոշակիորեն ինչ-որ չափով հարմարեցված է քաղաքային պայմանների համար, բայց ոչ կոպիտ ասած սովորական հասարակ մահկանացուների համար։
այս մեքենան զուտ էնտուզիաստների համար է արտադրված, որովհետև մեքենայի քաշը ընդամենը 1400 կիլոգրամ է, իսկ շարժիչը 2 լիտրանոց տուրբո շարժիչը զարգացնում է 280 ձիաուշազորություն եւ 410 նյուտոն մետր ոլորող մոմենտ, ինչը կարծում եմ այս մեքենայից փուջուր բաստելիկ մեքենայի համար բավականին մեծ թիվ է։ Սրայի հարմարավետությունը շատ հարաբերական է, շատ կոպիտ սպորտը սիրող մարդկանց համար այս մեքենան իդեալական է, որովհետև շատ կոպիտ, չոր, ֆիքսված նստելատեղեր, բարձր բորտերով, որոնք պահում են վարորդի կողային այս ընկնելու պահը, սպորտային ղեկ, սպորտային ցուցիչներ, այսինքն այստեղ բացի սպիդոմետրից, բացի տախոմետրից ունենք նաև տուրբոյի ճնշում, յուղի ջերմաստիճան, որովհետև դե բնականաբար մեքենան աշխատում է շատ բարձր տուրբոյի ճնշումների տակ եւ նրան պետք են նման ցուցիչներ, բայց մեքենան այնքանով է հարմարեցված քաղաքային պայմաններին, որ այն ունի նույնիսկ կլիմատ կոնտրոլ, աուդիո համակարգ եւ ամեն ինչ ունի, այսինքն ամենօրյա քաղաքային պայմաններում վարելու համար։ Լուսարձակներ, արևիկներ եւ այլն, էլեկտրական պատոհաններ, մեքենան համալրված է նաեւ անվտանգության բարձիկներով, այստեղ ես տեսնում եմ երկուսը, չգիտեմ մեր կա թե չէ, բայց երկուսը հաստատ կան։ Մեքենան հենց գործարանային ունի boost controller, turbo timer, այսինքն boost controller-ի օգնությամբ վարորդը կարող է կառավարել տուրբոյի ճնշումը եւ turbo timer, որը թույլ է տալիս վարորդին մեքենան անջատելուց հետո, այսինքն բանալին լիովին փակելուց հետո, որոշ ժամանակ շարժիչը աշխատանքի մեջ պահել, որպեսզի հովանան տուրբոները, որ շուտ չփչանան, պարզապես ժամանակից շուտ շարքից դուրս չգան, այսինքն մեքենան արտադրված է, չգիտեմ, շատ ուժեղ սիրահարների համար։ Սովորական մարդը երբեք չի կարող այս մեքենան վարել։ Եվ շատ անհարմար է պարզապես ակետից բեկետ հասնելու համար։ Եվ շատ չոր է, եւ չգիտեմ, եւ շատ արագ է, եւ շատ վարելիք է ծախսում։ Այսինքն այս մեքենան ունենալու համար դու պետք է լինես իսկական սիրահար, ընդ որում հենց Subaru-ի սիրահար։ Subaru Impreza WRX STI Արջևի անվակամարները մի քիչ լայնացվել են, որպեսզի ստանդարտ անվադողերի փոխարեն հնարավոր լինի տեղադրել 17 դույմանոց անվադողեր, ինչը սակայն փոքրինչ սահմանափակում է ղեկանիվի մինչև վերջ պտույտը աջ կամ ձախ։ Սա ինչ խոսք, կարող է բացասաբար անդրադառնալ ավտոմեքենայի մանևրայնության վրա։ Subaru WRX STI-ը ստանում է լիովին անկախ սպորտային կարգավորումներով կախոց, որը ապահովում է մոդելի գերիշխող դիրքը մայրուղիների վրա։ Դե իհարկե, բավական մեծ հզորությունը եւ կառավարելիությունը այլ բան չեն թողնում ակնկալել։ Այս ամենին օգնում է դիֆերենցիալի բլոկավորումը, ինչպես նաեւ հզորության հավասարաչափ բաշխման համակարգը, որոնց շնորհիվ ապահովվում է առավելագույն շփում ճանապարհածածկույթի հետ։ Ռուլը սա չլնի, սկորուստս ձախ, դե ինչպես վայել է իսկական ճապոնացուն, ինչպես արդեն նկատեցիք, ղեկը գտնվում է աջ կողմում, ձախ կողմում չի լինում, և կարծում եմ բոլոր մոդելներն են այդպես, մաքսիմում Ամերիկայի շուկայի համար արտադրվող Subaru STI, WRX STI-ները լինեն ձախ ղեկով, բայց հիմնականում միմիայն աջ ղեկով են։ Մեքենայի արագացումը պարզապես այսպես ստիպում է, որ արագ շնչես եւ ստիպում է սրտիդ, որ արագ աշխատի։ Այստեղ ունենք շատ հետաքրքիր փոխանցումատուփ 6 աստիճան, որը ողբերս։
Այստեղ ունենք 6 աստիճան փոխանցումատուփ, որը բարձր արագությունների ժամանակ գրեթե չի օգտագործվում, որովհետև մեքենան սահմանափակված է 180 կմ/ժ արագության վրա, բնականաբար էլեկտրոնիկայի կողմից, բայց դե համենայն դեպս բոլոր ճապոնական ավտոմեքենաներն ունեն 180 կմ/ժ-ի վրա սահմանափակում։ Երբ այս մեքենան վարում ես բարձր արագությամբ, 5-րդ աստիճանով դու արդեն հասնում ես մեքենային իր մաքսիմալ արագությանը, այսինքն արդեն էլեկտրոնիկան փակում է արագությունը, այնպես որ 6-րդ աստիճանը պետք չի գալիս։ 6-րդ աստիճանը կարծում եմ այս մեքենայի վրա միայն դրա համար է, որպեսզի պարզապես համեմատաբար քիչ շատից մի քիչ գոնե էկոնոմ լինի քաղաքային պայմաններում վարելու համար։ Այս մեքենայի մեջ ամեն ինչը քեզ տրամադրում է, որպեսզի մեքենան վարես շատ ագրեսիվ։ Այսինքն ղեկը սպորտային, գազի ոտնակը շատ փոքր, այսինքն շատ կարճ է իր ընթացքը։ Արգելակները, նույնիսկ արգելակման սիստեմն է սպորտային, այսինքն ինչու նույնիսկ բնականաբար պետք է սպորտային լինեն։ Արգելակման սիստեմը Brembo ընկերության կերամիկական արգելակներ են, որը ասեմ ձեզ ինչ որտեղ քաղաքում վարելու համար շատ վատ է, քանի որ երբ նրանք սառն են, այսինքն երբ չեն հասել դեռ համապատասխան ջերմաստիճանի, կարելի է ասել մեքենան ընդհանրապես չի ունենում արգելակներ։ Այսինքն պարզապես դու սեղմում ես արգելակի ոտնակը եւ ոչինչ տեղի չի ունենում։ Մեքենան շատ այսպես հանգիստ, դանդաղ սկսում է դանդաղանալ։ Բայց երբ տաքանում է, այդ ժամանակ արդեն դու հասկանում ես ինչ է նշանակում կերամիկական Brembo-ները։ Այստեղ մեքենան ունի դիֆերենցիալի բլոկավորման համակարգ, այսինքն կարող ես միացնել, բնականաբար սա պետք է անել միայն կանգնած ժամանակ, միացնում ես դիֆերենցիալի բլոկավորումը եւ այստեղ մի հատ կա այսպիսի կլորիկ հարմարանք, որը պտտեցնելով դու փոխում ես դիմացի եւ հետևի հատվածների հարաբերությունը, տոկոսային հարաբերությունը։ Այսինքն ավտոմատի դեպքում 70% աշխատում է հետնամասը, 30% դիմացը։ Երբ միացնում ես այս համակարգը եւ պտտեցնում ես այս պտուտակը միջև վերջ, կարող ես դիֆերենցիալի տարբերությունը հասցնել 50%-ի, այսինքն 50-50, կոչվում է կոշտ բլոկավորում։ Ցանկացած մարդ, ով վարում է ավտոմեքենա կամ երթևեկում որևէ տրանսպորտային միջոցով, առաջին հերթին մտածում է ապահովության մասին։ Ավտոմեքենայի եւ ընդհանրապես ուղևորների անվտանգության համար կիրառված համակարգերից ամենաառաջնայինն իհարկե արգելակներն են։ Subaru-ի հսկայական, հատուկ հովացումով արգելակային 4 սկավառակները ապահովում են օպտիմալ արգելակում ցանկացած պայմաններում։ Ընդ որում, այսպես կոչված G-սենսորի շնորհիվ ճնշումը արգելակներում կարգավորվում է դինամիկ կերպով։ Անհրաժեշտության դեպքում գործարկվում է անվտանգության պասիվ համակարգը, որը բարձիկների շնորհիվ ստեղծում է փափուկ միջնորմ ուղևորների ու ավտոմեքենայի պինդ մասերի միջև։ Իդեպ, եվրոպական անկախ փորձագետները 2009 թվականին հրապարակված արդյունքներով Subaru Impreza ընտանիքի ավտոմեքենաներին շնորհել են 4 աստղ 5 հնարավորից։ Դե ինչ, իսկ հիմա գնանք մեր փորձադաշտ, այսինքն թռիչքուղի, եւ տեսնենք այդ որ այդքան ասում են Subaru, նենց է գնում, տեսնենք իրոք այդպես գնում է այս մեքենան, թե ոչ։ Գնացինք։ Ինչ արագացում ունի այս մեքենան։ 180, всё, 180, всё, 180-ի վրա կանգնեց։ Վայ, տեսի։
Շատ արագ զարգացնում։ Ճապոնացիները իզուր չի որ արտադրել են այս մեքենա, ես լուրջ եմ ասում։ 285 դիաուժ 410 նյուտոն մետր ոլորող մոմենտ, քիչ բան չի էլի, 2 լիտր տուրբոյի համար, մահա, գրավիտացիան ամբողջ մարմնիդ վրա զգում ես։ Սիրտը սկսեց արագ աշխատել։ Տեսանյութը, որը ներկայացնում ենք ձեր դատին, հեռուստադիտողին ամբողջովին տեղափոխում է մի ուրիշ աշխարհ, ուր գերիշխում են գեղեցիկը և անհավանականը։ Ինչ հարգելի բարեկամներ, այսօրվա համար այսքանն էր։ Ես հիշեցնեմ, որ մեր բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել autodrive.am կայքում եւ կարող եք միանալ մեզ Facebook-ում, նույնիսկ շփվելու համար։ Եվ բնականաբար անչափ շնորհակալություն մեր նախարարին մեզ նման տեսարժան վայրեր տրամադրելու համար եւ մեր փորձադաշտի բնականաբար։ Լավ վերցում։ Որովհետեւ տուրբոն մի անում ջուրում ես ոնց վերցում, լսրեմ։ Սպարում։ Իսկ դե բարձր արագությունների ժամանակ կարծում եմ նույնիսկ 5 էլ։ Այ։ Ներողություն, կներեք էլի հեռախոսը զանգում, կինս է պետքա պատասխանում։ Կինս է։ Լավ եմ, կին ջան, դու ոնց ես։ Սյոմկի եմ, կնիկս։ Չարբախի այլապորտ։ Հաջող։ Ինչի վրա կանգնեցինք։ Հիշու ես, ինչի ասա։ Գնամ մատաղ։ Գնա։